Ես հետո ձեզ կմիանամ, հա։ Հա, ոչինչ, բարև ձեզ, իմ Եղավ։ սիրելի յութուբյան հետևորդներ, դիտորդներ, ձեզ է Ծովինար, վեդայական թվա հոգեբան տարոլոգ եւ նումերոլոգն է։ Այսօր ես ձեզ եմ ներկայացնում իմ գոլեգաներին, որոնցից հենց առաջինը ներկայացնեմ իմ նաստավնիկն է, Գայանեն, թվահոգեբան, շատ լավ մասնագետ է, ես շատ գոհ եմ Գայանեից, իր մոտ հեսա շուտով ավարտում եմ, 2 դասը մնացել, ինքը ձեզ կներկայանա, մեր տարոլոգներն են եւ լինելու է իմ աշակերտը, որը շուտով կավարտի, մյուս Գայանեն, Դանիելյան, Եվ Ռուսաստանից ինձ միանալու է մեր տարոլոգներից մեկը, ում հետ ես մոտ եմ, անցած տարի ինձ պատվիրել էր հատուկ Ռասկլադ, իմ հին հետևորդները կհիշեն, բավականին ճանաչված Ալյոնա Պոլինի աշակերտուհին ա եղել մեր Լիկանյան, սենց ասեմ, պետք չի իր իրական անունը ոչ մեկ իմանա, մինչև ինքը չցանկանա արտահայտվել։ Իսկ հիմա խնդրեմ, կարող եք ներկայանալ, սիրելի Գայանե։ Խոսեմ, բարև ձեզ, ես Գայանն եմ, մոտ 5 տարի է զբաղվում եմ աստղաբանությամբ թվագիտությամբ, ես վերջի 2 տարին խորացած եմ թվագիտության մեջ, այսօր խոսելու եմ առասպելաբանությունից, սկսեմ արդեն Ծովինար ջան, թե ուղղակի ներկայանում եմ այս պահին։ Ներկայացրա հələ քեզ, սկսենք Սեֆիրոտից։ Կարաս դու էլ սկսես, Հա։ ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Է, Կարան քեզանից խնդիր սկսենք, ավելի լավ է դու սկսես։ հա, Հա, դե, սենց սկսեմ, անտիկ փիլիսոփա Սալյուստին, ասում էր, ռուսերեն ասեմ, миф это то, что никогда не было и не будет, но то, что всегда есть։ Առասպելաբանությունից եկած շատ բառեր, արտահայտություններ մենք օգտագործում ենք մեր առօրյայում, չհասկանալով, նույնիսկ չխորանալով այդ բառերի մեջ, օրինակ գիգանտ, տիտան բառերը, չէ, ինչ գիգանտ աշխատանք է կատարել կամ տիտանական պայքար եւ այլն, իրականում գիգանտները հսկաներ են եղել օձի ոտքերով, որոնց դեմ հին Հունաստանի աստվածներն են կռվել, տիտաններն էլ էլի հսկաներ են եղել, որոնց դեմ պայքարել են։ Ու առօրյայում շատ են օգտագործում։ Օրինակ Լև Տոլստոյի մասին ասում են իր գործի մեջ տիտան էր։ Հա, ու շատ բաներ առասպելաբանությունից մենք օգտագործում ենք մեր առօրյայում ու հոգեբան Յունգը իր գործերում օգտագործել արխետիպ բառը, որը արխե նշանակում է սկզբնական, նախնական եւ տիպ օբրազ, օրինակ։ Նախատիպ, այսպես ասած, որ այսինքն բոլորի կոլեկտիվ, այսինքն մարդկանց կոլեկտիվ անդիտակցականում այդ առասպելները նստած են ու ինչ որ իրավիճակում իրանք կարող են իրենց անգիտակցականից դուրս գալ։ Օրինակ իրանք հայտնվեն ինչ որ մի իրավիճակում, որ նույնականացնեն իրենց ինչ որ առասպելի հերոսի հետ ու այդ գեները, այսպես ասած, այդ նախնիների ձայնը իրանց դուրս գա իրանց մեջից, այդ անգիտակցականից, հա։ Ու ես իմ էջում աստղաբանության բոլոր կենդանակերպերի վերաբերյալ պատմություններ են պատմում, առասպելաբանությունները, թե ինչպես են ձևավորվել այդ կենդանակերպերը ըստ առասպելաբանության, ինչպես են երկնքում հայտնվել ըստ հին հունական առասպելների։ Շատ հետաքրքիր է։ Նաև այդ արխետիպերում կան կերպարներ, որոնք ոնց որ իրանք հիմքերն են համարվում, օրինակ մոր արխետիպը, այնտեղ հերոսի արխետիպը, հոր արխետիպը, իրանք բոլորի մեջ նստած են ու ոնց որ հիմքերն են համարվում, իրանց կպնել կամ իրանց վնասել չի թույլատրվում, մանավանդ մայրը, մոր արխետիպը ինքը շատ կարևոր է եւ նաեւ Աստծո գաղափարը, ինչ որ մարդ չկա, որ Աստծուն թեկուզ ասի, որ ես չեմ հավատում, բայց ամեն դեպքում ինքը իր ուժը զգում է իր ներկայությունը եւ ուժը զգում է ու Աստված համարվում է արխետիպ։
Եթե ինքը հրաժարվում է Աստծուց ու ասենք ամենտեղ խոսում է Աստված չկա, ես չեմ հավատում եւ այլն, ինքը շատ խնդիրների մեջ է ընկնում ու չհասկանալով, ասենք իրան կարող է ինչ-որ մի վնաս լինի, ինքը չհասկանա ինչից եղավ, բայց իրականում նրանից էր, որ ինքը ուղղակի մերժում է Աստծո գաղափարը։ Հա, դա այդպես։ Առասպելաբանությունը շատ հետաքրքիր են, կենդանակերպերն էլ ոնց որ սկսում են պատմել, ավելի խորքային մարդիկ իրենց նույնականացնում են այդ հերոսների հետ ու ավելի շատ sense գաղափար են կազմում հենց իրանց կենդանակերպի մասին ու ոնց որ sense գրում են իրենց ակունքները դեպի։ Այս բան այսքանը, եթե հարցեր ունեք, Հարց ունեմ քեզ, որ շատ կարևոր հարց է, որը որ հենց իմ թեմաներից մեկն է, որը դու ասեցիր քիչ առաջ, մայրերի մասին, մայր արխետիպը։ Ես շատ գիտելիք ունեմ, այդպես քո նման, ինչն է հետաքրքրում։ Ես միշտ արտահայտվում եմ, որ տղամարդիկ պետք է իրենց կնոջը, իրենց մամաներին շատ լավ վերաբերվեն, որովհետև իրենց կինը, հա, կոպիտ ասած, из ничего, абсолютно, հա, քաոսից ստեղծվել է հենց կինը, որը ծննդաբերել է երեխա։ Սա այս արխետիպը դուրակ քարտի հետ կապ ունի իմ առաջի, որտեղ որ կինը երբ որ ամուսնանում է կամ մաման պահում է, հա, երեխային, չի կարելի վատ վերաբերվել, նվաստացնել, ծեծել, որովհետև տղամարդիկ շատ չեն հասկանում, որ իրանք վատ վերաբերվում են, դա նաև կապ ունի մայր հողի հետ, հա, մեր աստվածաբանական, եթե մենք ճիշտ տեսանկյունից ենք նայում, որովհետև տղամարդու գործերը կարա վատանա, որտեղ ինքը դավաճանում է կնոջը, 20 տարի ծեծում է, ջարդում է, ասում է ին վրա թուղթուգիր կա, դեպքերը բավականին շատ են, ու չի հասկանում, որ ինքը ոնց վերաբերվում է իր կնոջը, ստեղ առարչական գալիս է իրան պատասխանը։ Այս հարցը ես քեզ ուզում եմ տամ քո տեսանկյունից ինչպես ես նայում։ շատ կարևոր է կնոջը վերաբերմունքը մանավանդ երբ որ կինը հղի է, որովհետև ինքը իր մեջ կրում է մեկ ուրիշ մարդ, որը պետք է լույս աշխարհ գա, ու ինքը այդ ամբողջ ընթացքում պետքա սիրո, հոգատարության մեջ լինի, որպեսզի ուժեղ երեխա դաստիարակի։ Եթե ամբողջ ընթացքում օրինակ, եթե ճնշվածություն լինի, լավ չվերաբերվեն, թեկուզ ինքը, այսպես ասած, ծառայի անընդհատ, այդ երեխան խնդիրներով է ծնվելու ու ինչքան տղամարդը կնոջը ճնշում է, եթե կինը թույլ է չի կարողանում պատասխանի, ինքն է պետքա ճնշի իր երեխային։ Այսինքն ճնշված կնոջ երեխաները իրանք միշտ ճնշված են լինում ու եթե նույնիսկ տղա է լինում երեխան, ինքը ուժեղ տղամարդ չի կարող լինել, շատ դժվար է լինում, բա։ Ընդհանրապես ես գիտեմ, որ կարման ինքը շատ լավ, շատ ճիշտ, հա, աշխատում է այսօրվա դրությամբ ու ով ինչ անում է, իրան պատասխանը գալիս է, հա։ Ինչ նկատի ունեմ ձեզ ասելու, այսօր ոնց որ մարդը վերաբերվում է, ինչ են ասում, մարդը ինչպես վերաբերվում է իր կնոջը, այնպես վերաբերվում է կյանքին, կենդանիներին, մարդ երևույթին, հա, որովհետև ես այս վերջերս է եղել հենա մեր ուրեմն հարթակում Facebook-յան, ես տեսա ոնց են երեք երեխաներ, տղա էին ինչքան հիշում եմ, ծեծել էին մի հատ ուսանողի, մահացել է, հերդապի է տվել, ասենք էլի տղամարդ երևույթի մասին ենք, հա, խոսում, ինչ սերունդ է զարգանում, այսօրվա դրությամբ դա նկատի ունեմ, այդ կողմից ինչ կասես։ Մայրերը են, որ Կոմիտասներ կարծեմ ասում էր, եթե ուզում եք ունենալ ուժեղ ազգ, պետք է լավ մայրեր, ուժեղ մայրեր լինեն, որ լավ սերունդ դաստիարակեն։ Կնոջը այն փոքր ժամանակվանից մինչև ամուսնանալը պետքա որպես անձ դաստիարակեն, ոչ թե որպես կին ես, դու աղջիկ ես կամ որպես անձ իրեն դիտարկեն, ինքը հասկանա, որ
դե հիմա ես այդտեղ ֆեմինիստական ինչ-որ բաներ չեմ հասկացա։ կարողում, հա, բայց ամեն դեպքում պետք է էլի ինքը կին իր դերը ունենա, ա, բայց պետք է ազատ լինի, անկախ լինի ամեն դեպքում, Այո։ ճնշված չլինի, հա, հասկանում եմ, պետք է սահմաններ լինի, բայց տղամարդիկ մի քիչ ինքնահաստատվելու բան ունեն, մի քիչ ավելի թույլ սեր չեն կանայք, ես տենց չեմ համարում, ուղղակի տղամարդիկ ինքնահաստատվելու համար կնոջը կարող են շատ ճնշել, ու այդ կանանցից էլ արդեն սերունդները ճնշված գնում են, ու այդ տղաներն էլ, որ ծեծում են մյուսներին, էլի տանը խնդիրներ կան, երբեք չի լինում, որ տանը ներդաշնակ վիճակ լինի, ու երեխաները դրսում այդպես իրենց դրսևորեն, միշտ ասում են երեխան ընտանիքի հայելին է, այդ հաստատ, ու նույնիսկ եթե երեխաները շուտ հիվանդանում են, ուրեմն տանը էլի ինչ-որ խնդիրներ կա, կոնֆլիկտներ կան, կամ մաման էլի ինչ-որ լավ վիճակում չի, որովհետև պորտալարը մինչև կյանքի վերջ էլի չի կտրվում, միշտ այդ կապը կա, մանավանդ մինչև 15 տարեկան, մաման շատ կապված է երեխայի հետ, ու մի անգամից երեխան զգում է դա։ Եվ վերջի հարցն էլ տամ, որովհետև գիտեմ, որ երեխին կողքը տա մի քիչ հա սուղա, Գայանե ջան, եւ վերջի հարցը, մեր ժողովրդին, քանի որ տեսնում ենք ուր է գնում մեր երկիրը, որպես խորհուրդ, ինչ խորհուրդ կարող ես տալ մասնագիտորեն տեսանկյունից մեր ժողովրդին։ Մեր այ ժողովրդին։ Ես խորհուրդ կտամ, որ մարդիկ չվախենան շատ բան ավելին իմանալ, շատերը ուղղակի այդ վախը իրանց սահմանափակում է, իրանք չեն ուզում այդ օրինակ թեկուզ Աստվածաշնչի այդ գրքից այն կողմ նայեն, իրանց ինտուիցիային են վախենում լսեն, վախենում են իրենց մասին նոր ինչ-որ բան իմանան, այդ վախը պետք է հաղթարել, որովհետև մեր հայ ազգը այսքան երկար տարիներ գոյատևել է ու դեռ գոյատևելու է, լինելու է ամբողջ աշխարհի հոգևոր ուսուցիչը։ Իսկ դրա համար մենք պետք է զարգանանք, որպեսզի կարողանանք այդ գիտելիքն, այդ գաղտնագիտությունը, այդ ամբողջը որ կա, փոխանցենք մարդկանց ու օգնենք իրենց հոգեպես, որ ոչ մի ճնշված մարդ չլինի այս աշխարհում, բոլորը լինեն ուժեղ եւ հոգեպես եւ առողջությամբ։ Ապրես Գայանե ջան։ Անցնենք Ես ավարտեցի քո հետ, եթե կուզես մեր հետ մնա, եթե երեխու հետ կապված բանա, խնդիր չկա։ Ես բավականին շատ լուրջ թեմայից եմ հիմա ուզում ձեզ հետ խոսել, բերեմ Սեֆիրոտը, որ ես նկարել եմ։ Դա կոչվում է կյանքի ծառ։ Կամ բան ունեմ այստեղ դրած։ Մենք նայում ենք այստեղ, այո, սա Սեֆիրոտն է, կարծում եմ պարզ տեսնում եք, անգամ ես այստեղ Սեֆիրոտի ծառն է սա, որը կապ ունի Կաբալայի և կապ ունի տարո 22 արկանների, նաև թվագիտության հետ։ Այստեղ ես նշել եմ էներգիաները, ջուր, կրակ, օդ, հա, ուրեմ հող և այստեղ նշել եմ սախար սրարայից մինչև այստեղ քանի որ թագն է մարդու, հա, կենտրոնը գլխի այս մասը, հատվածը չակրաների մինչև ներքև, ես լրիվ մյուս կողմում, այո, այստեղ նշել եմ, որը ինչ մարմինն է և տարոները անգամ այստեղ ես նշել եմ Սեֆիրոտ ծառին վրա բոլոր տոճկաները, որը ինչ դեր է խաղում, ինչի համար է խաղում, էներգիաները, ինչպես են դա աշխատացնում։ Ուրեմն նա հետաքրքիր, որ բավականին շատ հետաքրքիր է, հա, տարոյի հետ կապված, Կաբալայի հետ կապված այս գիտելիքը, որը ես մի փոքր Սեֆիրոտի դասական ծառի հենց կառուցվածքի մասին եմ ուզում խոսել, որը բաղկացած է հենց 10 ուրեմն
սեֆիրոտներից, աշխարհներից, ոլորտները մարդու, հա, բացարձակ էմանցիաների հետ է կապված, հենց որի հիման վրա էլ ավելացվում է հենց մեկ թաքնված սեֆիրան, որը կոչվում է դաատ, հա, շատերը չեն հասկանում, սա ինչ է, ես մի փոքր հեսա ավելի կմանրամասնեմ, որը բավական շատ մարդկանց շատ մտածելու տեղ կտա։ Ընդհանրապես բոլոր սեֆիրոտները միացված են ուղիներով, այսինքն կաբալիստական, ցինալուտ, որոշակի հաջորդականությամբ։ Այսինքն, ստեղ ինչն է հետաքրքիրը, կառուցվում է ինչպես մալկուտ, վերջերս լսած կլինեք, ես իմ երազի մեջ հենց մալկուտ բառն է օգտագործում, սրանք պատահական չի երևի, որտեղ հենց այդ միկրոտիեզերքի սխեմատիկ ունիվերսալ մոդել է դա կոչվում։ Այսինքն, այս դասախոսության մեջ ես կենտրոնացնում եմ հենց սեֆիրոտի վրա։ Ցինալուտի համար կգրվեն առանձին հոդվածներ հետագայում, չնայած ես ունեմ այստեղ իմ YouTube-յան ալիքում, իմ հետևորդները տեսել են, բավականին շատ է, եւ կցանկանայի ձեզ բացատրել ինչպես է տարոյի գլխավոր արկանները մեկը մյուսին, հա, բավականին տարբեր էներգիաներով, ինչ կապ ունի այս բոլոր գործընթացները, զարգացման հենց գործընթացների, հա, ադեպտի գիտակցությունը բարձրացնում է։ Ծառը ընդհանրապես դրանով իսկ հասնելով նախաձեռնության ավելի ու ավելի բարձր մակարդակների, որովհետև այստեղ ձեռք բերելով անհատական հոգևոր փորձ, ընդլայնելով մարդը իր գիտակցությունը եւ բացահայտելով միստիկ ունակություններ, սիդոհի։ Ես ասեմ, որ կա մի հետաքրքիր սիստեմը, որոնք ստեղծել են, Կարլ Յունգից էլ, հա, ինձ համար մեծ դեր է խաղում, որովհետև ես նաև կարդում եմ, տարոյի հետ էլ ինքը կապ ունի, Ալիստեր Կրոուլի, որոնք հենց սիստեմը երբ որ ստեղծել են, ինքը ունի բավականին հետաքրքիր տարո քարտեր, որտեղ նա բավականին շատ հետաքրքիր դուրս քաոսից ինչպես է ամեն ինչ ստեղծվել, հա։ Նայեք, ինչն է հետաքրքիր, երբ որ այս գիտակցությունը բացահայտում են այս միստիկ մարդու ունակությունները, սա ներկայացնում է կյանքի ծառի հենց կիրառումը, հա, որպեսզի հենց ադեպտի հետ կապված զարգացման համակարգ լինի, այսինքն այս թեմայի վերաբերյալ բաց աղբյուրներում կա զգալի բավականին մեծ տեղեկատվություն, որ ամենտեղ դուք չեք կարող լսել։ Եվ այն սովորաբար ավելի մանրամասը շատ մարդիկ քննարկել են, շատ մասնագետներ, տարոլոգներ, հա, այնուամենայնիվ այստեղ նշում եմ ես Էց Խայիմի մասին, կարող է օգտագործվում, հա, ինչ որ հետաքրքիր ըմբռնման մեթոդներ։ Ավելի մանրամասը կարող եմ ես քննարկել հիմա, որպեսզի դուք հասկանաք, հա։ Ընդհանրապես ասում են, որ կյանքի ծառը ինքը տարոյի 22 մեծ արկանների էներգիաների հետ բավականին մեծ կապ ունի։ Ուզում եմ մի քիչ մտնենք այս միստիկ աշխարհ, ամենախորը համակարգներից, հա, մեկն է դա կապելով կաբալայի, այսինքն կյանքի ծառը տարոյի 22 արկանների հետ։ Ընդհանրապես կառուցվածքը, հա, կյանքի ծառի, դա ինչի մասին է խոսում։ Կազմված է 3 հիմնական տարրերից, որոնք միասին կարող են ներկայացնել արարումը, սկսեմ դրանից, այսինքն ամենաբարձր աստվածային աղբյուրից մինչև նյութական աշխարհ, թագից մինչև ներքև, նյութականը։ 10 սեֆիրոտներ, սրանք աստվածային հենց էներգիայի 10 ոլորտներն են, կամ էմանցիաներն են, որոնք ներկայացնում են հենց Աստծո հատկությունները եւ գիտակցության վիճակները։ Այսինքն, տարուն ինքը 22 հոգևոր մեծ արկաններն է, հա, իմ աշակերտներն էլ նախքին գիտեն, սիրելի տարոլոգներ, ասեք, այդպես է, այդպես չի, մեծ արկանները նույնը թվագիտության մեջ շատ լավ մեծ դեր է խաղում մինչև 22 թվանշանները։ Սրանք սեֆիրոտներն են, որոնք միացված գծեր են, կարող եմ ասել, եւ ներկայացնում են անցումները, փորձությունները եւ փոխակերպումները։
22 մեծ արկաններ տարոյի քարտերը նաև նույնականացնում են հենց այս 22 ուղիների հետ, որտեղ ինչքան հիշում եմ, հենց յուրաքանչյուր քարտ ներկայացնում է մարդու հոգևոր, հա, ճանապարհի մի առանձին դաս կամ մեկ էներգիա։ Երկրորդ էներգիայի հոսքը դա 3 սյուներն են։ Կյանքի ծառը բաժանվում է 3 սյուների, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է էներգիան հոսում եւ հավասարակշռվում։ Աջ սյունը դա գթության ընդլայնման սյունն է, այսինքն բնույթ ունի, հա, ինքը արկան, նայած ինչ արկան է այդտեղ, երբ որ մարդու համար դու դա կազմում ես։ Ընդլայնվողի մասին է այստեղ խոսքը, օրինակ, եթե 4-րդ արկանն է, կամ ուժն է, կամ, հա, խոսքի օրինակ աստղը։ Իմաստը այն է, այստեղ այս սյունը մեզ սովորեցնում է ազատություն, ստեղծագործական կամք, բարեհաճ իշխանություն։ Կայսրը դա կարգ ու կանոն 4 թվանշանն է, գիտես, հաստատելու մասին է խոսում, հա, սահմանելու ուժը ներքին բնազդը, վերահսկելու կարողությունն է, իսկ աստղը հավատը եւ ոգեշնչումն է։ Իսկ ձախ սյունը դա խստության, սահմանափակման սյունն է, բնույթն աստեղ իքական, պասիվ էներգիան, որովհետև կա ուրեմն յան եւ ին էներգիաները, տղամարդու եւ կանացի էներգիաները, հա, սահմանափակող, ինքը ձևավորող։ Երրորդ արկանը դա կայսրուհին, 7-րդը կառքը եւ 16-ը դա աշտարակն է։ Իմաստն էլ այստեղ սյունը մեզ ինչ կարա տա։ Տալիս է կառուցվածք, կարգապահություն եւ ֆորմա։ Այսինքն կայսրուհին մեր վերքատուժն է, կառքը նպատակասլաց հաղթանակն է, իսկ աշտարակը հին, կեղծ կառույցները քանդելու ճանապարհը դեպի ազատագրում։ Կենտրոնական սյունը հավասարակշռության մասին է խոսում, որտեղ որ բնույթը պետք է լինի չեզոք, միավորող, ճշմարիտ, ասենք տարոքարտերից մեկը նկատած կլինեք, բավականին հետաքրքիր քարտ է, 12-րդ արկանը, որտեղ մարդը կախված է, հա, զոհի քարտն է, 20-րդ քարտը դա դատաստանն է եւ անմիջականորեն միացնող մյուսները։ Իմաստը այստեղ որն է, սա մեր եսի առանցքն է, կենտրոնական սյան քարտերը պահանջում են ինքնազոհաբերություն եւ մարդուն, հա, հոգևոր ծնունդ։ Կախված մարդը մեզ նաև սովորեցնում է հեռանկարի փոփոխություն, իսկ դատաստանը ներքին կոչին արձագանքելու անհրաժեշտությունը։ Հիմնական արկանների այստեղ էներգետիկ դասերը, այստեղ եկեք դիտարկենք, հա, սիրելի իմ գոլեգաներ, մի քանի հիմնական քարտերն են, որոնք նկարագրում են հենց այս ծառի, հա, կյանքի ծառի էներգիայի անցումը։ Օրինակ, սկսում ենք հիմարից, ինչու, որովհետև տարոքարտերը սկսվում են 0-ից, հա, դա քաոսն է, դա հիմարի ծաղրածուի քարտն է, որտեղ քաոսից ծնվում է նուրը, այսինքն ուղին դրա 11-ն է, մեր ճանապարհի սկիզբն է, մաքուր ներուժն է, անսահման հավատն է, որը գալիս է աստվածային աղբյուրից, քեթերն ասում։ Այստեղ պատրաստակամությունը որն է, թռիչք կատարելու անհայտի մեջ, ռիսկերի հետ կապ ունի, ուրան մոլորակն է նաև։ Մոգը որն է, ուղին 12-ը, սա գիտակցության առաջին գործողությունն է, ներկայացնում է մարդու կամքի ուժը, աստվածային էներգիան նյութականացնելու կարողությունը, ինչպես վերևում, հա, այնպես էլ ներքևում։ 10-րդը դա բախտի անիվն է, ուղի մասին է խոսում, 21, եւ այստեղ այս քարտը գտնվում է գթության, հա, քեսետ եւ խստության գեբուրայի միջև։ Դա իմ ուրեմն քարտեզում կա Դրևոս Եֆիրոտի, տեսած կլինեք, անգամ ես դա եմ դրել։ Այն ինչ կարող է ձեզ ցույց տալ, ոչ թե սա պատահականություն է, սա մեծ կապ ունի ցիկլայինի հետ, բախտը ոչ թե պատահականություն է, այլ երկու հակադիր էներգիաների միջև, հա, հավերժական, հավերժություն, հավասարակշռություն, ներդաշնակություն,
Ձևալ քարտը դա 15-րդ արկանն է, ուղին 26-ը։ Սա կենտրոնական սյունն է, Դրևոսեֆիրոտի, այսինքն կյանքի ծառի, սյունը, այսինքն հատող ամենադժվար ուղիների հետ կապ ունի, հա, որը ներկայացնում է իլյուզիա, կապանքներ, որոնք մեր մտքերը հոտ ստեղծել են, հա։ Մենք կապված ենք ոչ թե արտաքին ուժով, այլ մեր սեփական վախերով եւ նյութական ցանկություններով։ Նաև 21-ը դա աշխարհն է, ուղին աշխարհի 32-ն է, մեր ճանապարհի վերջնակետն է, ավարտը, ցիկլային ամբողջականությունը, էներգիայի հաջող դրսևորումը, այսինքն մալքուտի նյութական աշխարհի մեջ։ Դա մեր հոգևոր ճանապարհի ցիկլի ավարտն է եւ նոր ցիկլի սկիզբը, ինչպես ես իմ կանխատեսումների ժամանակ ասում եմ։ Եվ ինչն է այստեղ հետաքրքիր սիրելի հետևորդներ, որ ընդհանրապես կյանքի ծառի հետ կապված այնպիսի ինֆորմացիաներ կան, որ շատ մարդիկ կարող է զարմանան, հա, ինքը 22 միացնող ուղիներով, հա, տարոքարտերի հետ կապված ամբողջական դիագրամա, որը հայտնի է որպես կյանքի ծառ։ Օրինակ, բերեմ շատ հետաքրքիր կաբալայի հետ էլ կապված թվերի, որը ձեզ կարող է զարմացնել։ Նայեք, Ալիստեր Քրոուլի հետ կապված, հա, հենց տոտի գրքից Նեապոլյան ուրեմն կարծի մասին է։ 61-ը թվանշան է, որը հավասար է 0-ի է։ 61-ին գումարում ենք ուրեմն 146 անում է 0, որպես անորոշ տարածություն 61-ը կարող է հավասար լինել 146 պլյուս 207 հավասար է 0-ի, դուրակի քարտն է։ Որպես հնարավոր տատանման հիմք, հա, առաջի կետը արդեն ավարտվում է հեսա 10 րոպեից, ոչինչ, խնդիր չկա, երկրորդ մասն էլ կանենք, ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում։ Այստեղ ինչն է հետաքրքիր, որ կետը դա դրական է, բայց անորոշ, հա, իսկ երկուսը կետը տարբերվում է միմյանցից։ Երրորդ կետը այստեղ սահմանի երկուսի նկատմամբ եւ այստեղ իդեալի եւ իրականի միջև ընկած անդունդն է։ Չորրորդ կետը դա սահմանների 3 կորձինատներով նյութերի մասին է խոսում, իսկ 5-ը շարժում, այսինքն ժամանակի հետ կապ ունի, հե արգանդը, քանի որ իրադարձությունները կարող են այստեղ տեղի ունենալ միայն շարժման միջոցով եւ ժամանակի միջոցով։ Ընդհանրապես 4 կաբալիստական աշխարհներից յուրաքանչյուրը ներկայացված է եղել սեփական կյանքի, հա, ծառով, որի միջով հոսում է բացարձակ կարելի է ասել բացարձակի մաքուր էներգիան, յուրաքանչյուր սեֆիրա եւ կյանքի ծառ ստանում է էներգիա իր վերևում գտնվողներից եւ ինչու՞ չէ, փոխանցում այն հաջող մակարդակների։ Այսինքն եւ որքան էստեղ ցած ենք իջնում, այնքան ավելի աղտոտվում է այդ էներգիաները, հա։ Օրինակ բերեմ ացիլոթի 10 սեֆիրոտները, որոնք գտնվում են չափազանց մաքուր էներգիայի աղբյուրին շատ մոտ, հա։ Դրանք աստվածային 10 ասպեկտների բնակավայրերն են, որոնք ներկայացված են աստվածային անուններով։ Այս աստվածային անունները կառավարում են ներքևում հաջորդ աշխարհում բնակվող հրեշտակապետերին, հա, բրիան, որոնք իրենց հերթին կառավարում են ներքին ճանապարհին գտնվող հաջորդ աշխարհի հրեշտակներին, Եցիրային օրինակ, որոնք կառավարում են ստորին աշխարհում գտնվող մոլորակները։ Շարունակելով ընդհանրապես մարդու մարմնի մեր կաբալիստական ուսումնասիրությունները մենք իհարկե դիտարկում ենք ընդհանուր, հա, առմամբ 10 մատ եւ 10 ոտքի մատ, ներողություն, 10-ը ընդհանուր առմամբ, որ հաշվում են 20 անում, հա, եթե մենք գրենք 7, ЙՈԴ, ոչ թե Თ, տարի լրիվ անվանում է այստեղ եղբայրներով, արդյունքում ստացվում է բառը կունենա 20 թվային արժեք, որը հաստատում է 10-ի եւ 20-ի միջև ուղղակի կապ։ Կարող ենք վստահ լինել, որ նման համընկնումները աննկատ չեն,
մնացել վաղ կաբալիստների կողմից։ Եվ վերջապես այստեղ 10 մատներից բացի կա մարմնի մեկ այլ մաս, որ մեզ տարբերում է կենդանիներից՝ լեզուն, խոսքի օրգանը, 10 մատներից բացի կա մի օրգան, որը թույլ է տալիս մեզանից յուրաքանչյուրին դառնալ Աստված, ստեղծելով նոր կյանք։ Համամիտ եք իմ հետ։ Հա։ Այո, Նահարաջան։ Այստեղ առնանդամ է և ինքնիշխանությունը։ Ընդհանուր առմամբ սրանք մարդու մարմնի 22 ամենակարևոր մասերն են։ Եվ տարոյի մեր ուսումնասիրության ընթացքում մենք շատ չենք շեղվում 4, 10 և 22 թվերից, քանի որ հենց դրանցից է կառուցված տարոյի մանդալան։ 22 մեծ արկանաները ստե 78 տարոյի, 4 տուզերն էլ, 16 դատարանի քարտերի և 36 փոքր արկանաների։ Ստե պատահական չի, որ սուրբ եբրայական այբուբենը նույնպես պարունակում է 22 տառ, և այդ 22 տառերը տարոյում հենց արտահայտում են որպես 22 մեծ արկանա, եթե չգիտեիք։ Մեծ արկանայի ստանդարտ անուններն են հիմարը, կախարդը ու այդպես շարունակ մինչև աշխարհը, 0-ից մինչև 21։ 0-ն ինչու է հենց 0 դրվել, որովհետև 22-րդն է և այստեղ քաոսից է ստեղծել լրիվ նորը։ Ընդհանրապես յուրաքանչյուր մեծ արկանա ինքը ունի իր տեղը կյանքի ծառի վրա և յուրաքանչյուրը ծառայում է որպես սեփիրոտ միացնող ուղիներից մեկում, որովհետև ասում են, որ տիեզերքը ստեղծվել է կայծակի բռնկումով, որն անցնում է կյանքի ծառի 10 սեփիրոտի միջոցով, վերևից ներքև։ Մարդու Աստծու վերադառնալու ուղին նորից անցնում է 22 ուղիներով, որոնք սկսվում են ամենաներքևից և բարձրանում են ծառի վրա, ինչպես օձը։ Սա կարող եմ ասել, այս մանիպուլյացիայի էությունը պարզ է, խաղամոլությունը, այդ թվում քարտային խաղերը այստեղ լայնորեն տարածված են և երկարատև, այստեղ ուստի որոշ ժամանակ անց խաղաքարտերի տուփը տարածվել է գրեթե ամբողջ աշխարհում որպես պարզ խաղալիք, առանց որևէ կասկածի։ Մենք տեսնում ենք տիկտոկյան հարթակում, այն մի հարթակում, մարդիկ քնում արթնանում են, տարուն իրանց համար խաղ է դառել, բայց սա բավականին լուրջ գիտելիք է։ Ինչն է այստեղ հետաքրքիր, որ այլ ավանդույթներին այստեղ ծանոթացածները կամ վերամարմնավորված մոգերը, վերը նշված կամ քահանաները, իմանալով բալանիները կարող էին օգտագործել տարոյի քարտերի տուփը նախատեսված նպատակի համար, որպես անձնական գիտակցություն, կարգավորման սեղաններ և սեփիրոտի ծառ ալիքների հետ կապվելու համար։ Հասկացա՞ք հիմա, թե ինչու են թաքցնում նրանք այս իրականությունը։ Եվ վերջապես այստեղ ես ուզում եմ ավելացնել ևս մի բան, վերլուծական գիտությունների դպրոցի առաջին կուրսի դասախոսություններից մեկի ժամանակ ասում են, որ Բորիս Մոնուսովն ուրեմն ասել է հետևյալը. տարո քարտերը միայն գուշակության համար օգտագործելը նման է հանրագիտարանով մեխեր խփելուն։ Դա իհարկե հնարավոր է, բայց գործիքի սկզբնական նպատակը շատ ավելի բարդ է։ Եղբայրական այբուբենը ընդհանրապես բաղկացած է տառերի 3 կատեգորիայից, 3 մայր տառ՝ ալեֆ, մեմ և շին։ 7 կրկնակի տառ՝ բեթ, գիմել, դալեթ, կաֆ, պեհ, ռեշ, տաու։ Տաուն էլ է, չէ՞ ձեզ ծանոթ, սիրելի տարոլոգներ, և 12 պարզ տառ՝ հա, վավ, զային, զեթ, տեթ, յոթ, լամեդ, նուն, սամեխ, այց, ցադի և կոֆ։ 22 տառերի բաժանումը 3, 7-ի և 12-ի պարզապես այստեղ պատահական ընտրություն չի եղել, մեկ կաբալիստական նախնիների կողմից։ Որոշ իմաստով այստեղ դա լրիվ հակառակն է այդ դատողության, որը մեզ մի փոքր ավելի վաղ հանգեցրեց։
կյանքի ծառը ստեղծելուն չնայած այստեղ արդյունքները շատ նման են եղել։ Քիչ անց հիմա արդեն ավարտվում է, նորից կմիանանք արդեն եւ արդեն կշարունակի մեր հաջորդ մասնագետը, հա, որը կխոսի ուրեմն կլիպոտից, Սեֆիրոտ ծառից։ Այսքանով կավարտենք եւ կանցնենք հաջորդ մասին։